Տեր Սահակ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Շնորհակալ եմ ես էլ։ Ինչպես նկատում ենք վերջին օրերին շատ ավելի է սրվել որոշ հոգևորականներ եւ իշխանություն փոխհրաձգությունը, ըստ ձեզ սա հին պատմություն է, թե նոր եւ ինչից սկսվեց այս ամենը։ Գիտեք, հարցը այստեղ դրա մեջ է կայանում, որ մենք բազմիցս ենք, մասնավորապես ես, որ տասնյակ տարիներ դեռ Գարեգին բեն կաթողիկոս չէր, եւ ես միշտ այս մասին խոսել եմ, որ ինքը անարժան անձ է ընդհանրապես որպես եկեղեցական, եւ բնականաբար 18 թվականին, երբ որ նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը սկսեց, իշխանությունը որևէ կերպ չօժանդակեց, այսինքն չլսեց այս մարդկանց բողոքը ինչում ներկայանում եւ որևէ ընթացք չտրվեց նրան։ Հակառակը եղավ եւ փաստորեն նրանք երբ հասկացան, որ մենք ոչ թե պարսավանք ենք բերում կամ ինչ որ ուզում ենք, այսպես ասած, վիրավորած լինել ինչ որ մեկին, մենք ընդհանրապես արձանագրում ենք փաստը, որ եկեղեցին այսօր ապրում է իր հոր եւ բարոյական ճգնաժամերից մեկը, իր ամբողջ շրջացած է, եկեղեցին իր արհավիրքները նաեւ փորձությունները ընդհանուր Քրիստոսի եկեղեցու մասին է խոսքը, բայց երբեք նման խայտառակություններ չեն եղած, ինչ որ այսօր է կատարվում։ Եվ բնաբար իշխանությունը անցած տարի էլ այս հարցերը եղան, երբ որ փորձել է եկեղեցականները որոշ զբաղվել մեծ քաղաքականությամբ եւ փաստորեն միջամտել պետական գործառույթներին, իրենց մեջի, այսպես ասած, վիճաբանությունը ինչպես համարենք, խնդիրը եղավ, բայց հետո նահանջեց պետությունը, փաստորեն նահանջեց, շատ տարօրինակ էր ինձ համար, որևէ ընթացքի դիմումներին չտրվեց, որը որ ես ներկայացրել եմ բոլոր պատկան մարմիններին եւ իշխանությունների այն ամենամեծ դեմքերին, ամենակարևոր դեմքերին ուղղված, եւ կարծես մայր տաճարի վերաօծումից եւ Մերոն օրհնեկից հետո այս հարցը փակվեց։ Հիմա նորից սկսվեց։ Ուրեմն անցած տարի այն ինչ որ տեղի ունեցավ, այդ հակամարտությունը փաստորեն, ես կարող եմ դա այդպես անվանել, որ որոշ շակերտավոր եկեղեցականներ Գարեգին բեի գլխավորությամբ սկսեցին ուղակի շատ կոպիտ ձևով ներթափանցել պետական գործառույթների մեջ եւ զբաղվել մեծ քաղաքականությամբ, ռադիկալ քաղաքականությամբ, պահանջելով հրաժարականը եւ արդեն գործնական հարտակի վրա։ Եվ շատ շիկացել էր վիճակը, մենք հիշում ենք խորհրդարանում, ճիշտ այդ ժամանակներն են, նորից գարնան վերջը սկսվեց, ամբողջ ամառը թեժեր, բայց աշունը, երբ որ Մերոն օրհնեկին գնացին իշխանավորները եւ եկեղեցու վերահոսմանը, որից հետո մենք նկատեցինք, որ հարցը փակվեց։ Ինչպես նաեւ նույն օրը մեզ ուղարկել են հետ այն դիմումները, որոնք ներկայացվել էին բոլոր պատկան մարմինների իմ կողմից, եւ ինձ հետ միասին 4 հոգի էին նաեւ, եւ այդ դիմումները բոլորը փաստորեն ծածկադմփոց արվեց։ Որևէ մեկի պատասխանը մենք չստացանք, որևէ գործառույթ չիրականացավ իրավական գետնի վրա։ Եվ բնականաբար սա սպասելի էր այսօրվա զարգացումները եւ շատ ճիշտ դիտարկում արեց երկրի վարչապետը, երբ որ ասեց եկեղեցին ճուլանացվել է։ Նախ ես դրա տակ հասկացա ոչ միայն բառացի այն, ինչ որ այսօր տեղի է ունենում, որ չեն հետևում անտերությանն է մատնված, չեն խնամում, կարող է աղբ լինել, կարող են ինչ որ ավելորդ բաներ, առարկաներ լինեն եւ այլն, այս բոլորը մենք գիտենք, որ դա իրականություն է, բայց հիմնականը այս չէ։ Իր բովանդակությամբ ավելի լավ Աննա Հակոբյանը դրան անդրադարձավ, ասելով, որ հենց մութ ճուլաններում են անում այն այլանդակությունները, որոնցով նրանք զբաղվում են տասնյակ տարիներ շարունակ։ Ես դա ուզում եմ ընդգծել, որովհետև եկեղեցին արևանգված է 25 տարի առաջ, Մայրաթորը զավթեց Գարեգինը անօրինական ճանապարհով, խախտելով առաքելական այն կանոնը, որ օգտագործել է պետական միջամտությունը եւ օգտագործել է ֆինանսական միջոցները։ Սա փաստ է։
Երբ վարչապետը խոսեց, որ կուսակրոնության ուխտը խախտելը դա շատ վատ բան է եւ այդ հոգեվորականները չեն կարող շարունակել իրենց հոգեվոր ծառայությունը, երեք այդ խնդրին անդրադարձել է նաեւ Միքայել Աջապահյանը եւ ասել. «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է, կուսակրոնության ուխտը չի խախտել, ձեզ ինչ, դա ձեզ չի վերաբերվում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում»։ Ես կխնդրեմ նաեւ ասեք, թե սա հոգեվորականին հարիր պահվածք է։ Լիլի ջան, սա ոչ թե հարիր պահված չէ հոգևորականին, սա անիմաստ խոսք է եւ վախեցած մարդու, սարսափած մարդու խոսք է, որը գիտակցում է, որ ինքը չի կարող որևէ հակափաստակ բերել եւ ապացուցել իր ճշմարիտ խոսքի, այսպես ասած, հեղինակությունը, որ ինչ որ ասել է, նույն արշակն է ասել, չի ասել է դուք սխալ հարցեր եք տալիս, պատասխաններ չեն լինում, ասում է սխալ միայն, այլ լինում են նաև սխալ հարցեր։ Նրանք ուղղակի խուսափում են այդ իրականությունից եւ չեն կարող ապացուցել իրենց անմեղությունը եւ դրա համար իրենք այսպիսի հիմար բաներ են խոսում։ Հիմա ես որպեսզի լինեմ շատ կոնկրետ այս հարցում, ես հակադարձում եմ Միքայել Աջապահյանին, այդ չարք եպիսկոպոսին, կեղծ հոգևորականին, 25-րդ կանոնը առաքելական, ես պիտի ասեմ, որ առաքյալները 85 կանոն կազմեցին, եւ սա ժառանգություն մնաց փաստորեն առաքելական դարից, որ առաջին եկեղեցին հիմնվեց եւ առաջին կրոնական համայնքները ձևակերպվեցին, թեմերը, մնաց ժառանգություն մեզ բոլորիս։ Մասնավորապես խոսում է այն մասին 25-րդ կանոնը, որ եպիսկոպոսը, այսինքն այդ պարագայում նաև եպիսկոպոսապետը, հա, այդ Գարեգին Բեի մասին է, քահանան թե սարկավակը, եթե բռնվել է այլասերության մեջ, պոռնկության մեջ, շնության մեջ, կամ դրժել է ուխտը, դա լինի կուսակրոնության ուխտի վերաբերյալ կամ աղքատության ուխտի վերաբերյալ, կամ քողություն է արել, յուրացում է ինչ որ եկեղեցական հաշվապահական հարցերի մեջ խարդախություններ, չգիտեմ, գումարների շորթում եւ այլն, պետք է անմիջապես եկեղեցուց արտաքսվի։ Սա խոսում է 25-րդ կանոնը։ Ուրեմն տեսեք, այս երեքի մեջ ես մեղադրում եմ Գարեգինին եւ իմ դիմումների մեջ այս մասին գրված էր եւ մենք մատնանշել ենք ինչ է գողացել եկեղեցուց, ինչ է օտարել, որ սրբությունները, որ արժեքները, այն մասին, որ նա ունի մի քանի ընտանիքներ, բայց մեկը կարանք աչքը մտցնենք։ Այստեղ հարցը գիտեք ինչումն է, շատ լավ հասկացա վարչապետին, երբ նա ասեց, եթե պարզվի, գիտեմ, որ բոլորն էլ գիտեն, ինքն էլ գիտի, գլխանց, որ ունի շատ լավ, ոչ մենակ այդ մի ընտանիք, այլ մի քանի ընտանիքներ զուգահեռ եւ ունի բազում զավակներ ընտանիքներից, բայց կոնկրետ Խաթունի համար Գրիգորյանցի իրակնոջ Լոլայի մասին մենք կարող ենք աչքը բերել իրեն կողել, այսպես ասած, այս մարդկանց։ Չի կարա ոչ մի բան ասի։ Եվ մյուս աղջիկն էլ նույնը Լոլայից, որը ապրում է այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա շատ կոնկրետ է։ Մնացածը իհարկե, եթե շատ ջանք թափեն, կարող ենք մնացածի համար էլ բերել այդ փաստերը, բայց մեկը բավարար է արդեն, որ այս մարդը չի կարող լինել կաթողիկոս ամենայն հայոց։ Սա ճչացող բան է։ Երկրորդ բանը այստեղ այն մասին է, որ գողություն է արել, թալանել է Էջմիածինը, ամբողջական, գանձանակը պարպել է, օրիգինալները վաճառել է եւ դրա փոխարենը դրել է ուրեմն կոպիաներ, եւ եթե ստուգում անեն, ես բազմիցս ասել եմ, անվտանգության ծառայության աշխատակիցները թող մի հանձնաժողով կազմեն, մի կոմիսիա կազմեն, մտնեն այնտեղ ստուգումը իրականացնեն, ու պիտի էքսպերտիզայով ապացուցվի, որ այս մարդը օտարել է սրբությունները եւ այնտեղ պաստառներ կային, թանկարժեք տարբեր պարագաներ, որը ես բոլորը նշել եմ իմ դիմումի մեջ, շատ կոնկրետ նշել ենք։ Այս բոլորը հիմա գոյություն չունի։ Դրված է փոխարենը ուրիշը, կոպիաները։ Ուրեմն այս մասին խոսեցինք, հաշվապահական խարդախությունների մասին, իմիջիայլոց կանոնադրության մասին ինչի Միքայել Աջապահյանը այդպես ներվային խոսեց, որովհետև իրենց իսկ կեղծած կանոնադրության, իսկ դուք գիտեք, որ ես դրան անդրադարձել եմ ելույթների մեջ Facebook-յան, ինքը մահացող կաթողիկոսի ձեռքով Գարեգին առաջին Սարգսյանի երջանկայի շատակի ստորագրել է այսօրվա այդ կեղծված կանոնադրությունը, որը արդեն
Քոչարյան Սերժի ժամանակաշրջանում վավերացրել է պետական մարմինների կողմից։ Իրա իսկ կեղծված կանոնադրության դրույթի համաձայն տարին մեկ անգամ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը պարտավորված է հաշվետվություն տալ իր ֆինանսական, տնտեսական գործունեության մասին եւ այն դարձնել թափանցիկ հավատացյալ հոտի համար։ Այսինքն իրենց պաշտոնական կայքերից պետք է այս հրապարակումները լինեն։ Դուք ինձ ասեք, որպես հայ եկեղեցու զավակ, որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետության, երբևիցե լսել եք, որ Մայր Աթոռը իրազեկի մամլոխոսնակը կամ որևէ մի բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնի, հաշվետվությունը Մայր Աթոռի չի եղել։ Բացարձակապես, որովհետև այնտեղ ծայրից ծայր խարդախություն է։ Իսկ կանոնադրության մեջ կա նման կետ հաշվետվությունը ներկայացնելու։ Այո, մենք կանոնադրությունը ուսումնասիրել ենք ամբողջովին, այսինքն մենք տիրապետում ենք այն ավանդական կանոնադրությանը, որը հետո ինքը խեղել է, եւ այդ դրույթը ես կարող եմ իր աչքը մտցնել։ Դուք հասկանում եք, ես բոլոր փաստերն ունեմ, այդպես չէ, որ ինչ որ հայտարարություններ եմ անում, ես ամեն ինչի համար պատասխանատու եմ, ինչ որ խոսում եմ այստեղ, սա օրինական հարթակի մեջ է միայն մտնում, ոչ թե ինչ որ այլ նկատառումներից կամ անձնական խռովությունից եւ այլ նման բաներ գոյություն չունեն։ Վարչապետը նշել էր, որ փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ սրբազանների հարցը պետք է լուծել։ Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները սրբազանների մասին հետագա գրառումներում նկատի կունենան։ Դուք որպես հոգևորական ինչ առաջարկություններ կանեք այս մասով վարչապետին։ Եթե թույլ տաք, ես մի վարքյան էլ անդրադառնամ մյուս կանոններին, որ հստակ լինի։ 31-րդ կանոնը ասում է այն մասին, որ հոգևորականները իրավունք չունեն չհետևեն պետության օրենքներին եւ նրանք պարտավոր են ուրեմն այս նույնիսկ եթե անարդարացի են այդ օրենքները պետական նրանք իրավունք չունեն դրան դեմ կանգնելու 60-րդ կանոնը արգելում է խստիվ հոգևորականներին մասնակցել ամբաստանությունների դեմ թագավորության են ժամանակ թագավորություններ ուրեմն պետական իշխանությունների դեմ եկեղեցին պետք է միշտ լինի պետականամետ հասկանում եք խնդիրը այստեղ դրա մեջ է եւ 69-րդ կանոնը խոսում է շատ կոնկրետ այն մասին որ եթե եպիսկոպոսը կամ մեր պարագայում եպիսկոպոսապետը այդ սրբազան կոչվածները կամ որևէ մի հոգևորական չի պահում պահքը նամանավանդ մատնանշվում է մեծ պահքի մասին ուրեմն այսպիսի հոգևորականը պետք է դուրս դրվի եկեղեցուց հիմա մենք լսել ենք բազմիցս որ այս մարդիկ նույնիսկ հերոստացույցով ուզում են ապացուցել որ ուրեմն պահքը դա կարևոր չէ եւ ինքն Գարեգինը մածուն է ուտում այդ հերոստատեսությամբ մենք տեսանք բոլորս մեր աչքերով մածուն է ուտում մեծ պահքի ժամանակ հա ամեն ինչ էլ ուտում է բայց նույն մածունը որ դա սեղանին դրած էր եւ ասեց այո օգտագործում ենք սա հասկանում եք ինչ որ ասվել է պետության կողմից այսօր առաջարկները շատ կարևոր են շատ կոնկրետ հայեցակարգեր ունի եկեղեցին եւ ես կարծում եմ այստեղ պետական մարմինները պետք է հետեւյալ ուրեմն ճանապարհակ քարտեզը եթե կուզեք իմանալ հետեւյալ բանին առաջին հերթին այս բոլոր լուրջ մեղադրանքները պետք է ներկայացվեն իրավապահ համակարգի կողմից բոլոր բարձրաստիճան հոգևորականներին, որոնք պետք է իհարկե ներկայանան ազգային անվտանգության ծառայություն եւ իրենց առաջ պետք է այս բոլոր հարցերը բարձրացվեն։ Իրենց անձնական խնդիրները, ամեն բան։ Եվ սա պիտի լինի իրենց մեջ եւ այդ կառույցների մեջ այդ խոսակցությունը, որից հետո նրանք պարտավորվածություն կստանձնեն գալու արտահերթ եպիսկոպոսական ժողով գումարելու եւ կախակայելու Գարեգին Բ չկաթողիկոսի ուրեմն պաշտոնավարումը անվստահություն իրեն հայտնելով որից հետո մեր ժողովրդի փաստորեն տեխնացուն նկատի ունեմ հավատացյալ այն կորիզի տեխնացուն պետք է պարտադրաբար ինչպես որ Նիկոլ Փաշինյանը հրապարակում ընտրվեց վարչապետ պարտադրաբար ընտրվի կաթողիկոսական տեղապահ մինչև պատրաստվեն
նոր կաթողիկոսական ընտրությունները։ Այս այն գործառույթն է, որը պետք է իրականանա։ Եվ եթե անդրադառնանք ինչպես են արձագանքել այդ կեղծ ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչները ի պաշտպանություն Գարեգին Բեի ստահակությունների բոլոր, գիտեք, այստեղ մի բան եմ ես նայում։ Ես այդ մարդկանց մեղկանում եմ։ Նրանք ընդամենը պետականամետ մարդիկ չեն։ Նրանք ոչ մեկը չունեն պետական մտածելակերպ, եւ դա իրենց համար խնդիր է, որտեղ նրանք չկայացած գործիչներ են։ Եթե մարդ չի հասկացել պետությունը, գիտեք, պետությունը երբեք չի պարտվում։ Չկա տենց բան։ Ով կուզես եղիր, ով կուզի լինի կաթողիկոս կլինի, եպիսկոպոսական ամբողջ դասը կլինի, ով կուզի լինի, պետությունը չի պարտվում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցական այս ազգային ժողովում ներկայացված մեծամասնությունը սրանք ներկայացնում են հայոց պետականությունը, հայոց պետությունը։ Հայոց պետությունը չի կարող պարտվել ինչ որ ավազակախմբին, որոնք զավթել են եկեղեցին, վերածել են անառականոցի, վերածել են այդ եկեղեցին բիզնես, իրենց անձնական բիզնես բոստանի եւ անհոգեվոր մթնոլորտ անապատ ստեղծելով մարդկանց ուղարկում են դեպի աղանդավորական հոսանքները։ Նայեցեք աղանդավորական շարժումներին Հայաստանում եւ դրանով չափեցեք հայաստանյաց եկեղեցու իրենց գործնեության, ուրեմն այդ բոլոր փաստորեն ապացույցները։ Մի քանի օր առաջ եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողովն է եղել Գարեգին Բեի գլխավորությամբ, այնուհետև եղավ հայտարարությունը, վստահ եմ տեսել եք։ Ինչ եք կարծում, այդ մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք ինչ-ինչ վախերից ելնելով կամ ինչ-որ ճնշումների արդյունքում են այդտեղ եւ այդ որոշումը կայացրել, բնականաբար չնշելով անունները հասկանալի պատճառով։ Կան այդպիսիք, դուք ավելի լավ կիմանաք։ Գիտեք ինչ, ես ձեզ ասեմ, այսօր ցավալի վիճակ է, 25 տարի այս մարդը բռնագրավել է եկեղեցին եւ ինքը ճախճացրել է, բացի դրանից, որ մեծ մասը կազմում է իր պատրաստած սերունդը, հա, եւ դրանք 90%-ով անփարոյականներ են։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Անփարոյականներին են, ինքը նույնիսկ եթե մարդը նորմալ տղա էր գալիս էր ճեմարան, այնտեղ իրեն դարձնում են անփարոյական։ Մի 5 հոգի ես կարող եմ մատնանշել մաքուր եպիսկոպոսներին, այս մարդկանց մասին ես կարող եմ վկայակոչել, որտեղ ես իրենց ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում, երկար տարիներ, երբ որ ծառայություն եմ անմիջապես արել Հայաստանում, ես այդ մարդկանց ճանաչել եմ, իմ աչքի առաջ են եղել, երբ որ նույնիսկ ես նոր եմ, այսպես ասած, եկեղեցի իմ ծառայությունը բերել, նոր ընծակահանա է եւ այլն, ես առնչություն եմ ունեցել այս վերանշված անձանց հետ։ Ես կարող եմ ասել, որ դրանք արժանավոր հոգևորականներ են, բայց դրանք վախենում են։ Այսօր իհարկե իրանք էլ անմեղ մարդիկ չեն, բնականաբար իրանք իրենց սխալներն ունեն եւ սա է պատճառը, բոլորի վրա թղթապանակ ունի եւ ասում է ինձ ուզում եք հանեք, բայց ես ձեր բաներն մեջտեղ կհանեմ։ Այս սա շանտաժը գնում է, ուղղակի շանտաժ է գնում այնտեղ։ Դրա համար պետությունը պիտի կանգնի այս սրբազանների կողքին, իրենց այսպես ասած դուխ տա այդ մարդկանց եւ մնացած բոլոր անօրեններին կանչի այնտեղ, այդ անփարոյականներին, որոնք ամեն ինչով իրենց հեղինակազրկել են, ոչ մենակ իրենց կոչման մեջ չեն երբեք մեկ վարքյան չեն եղել։ Երեք չարաչորը խոսեցի, մեկը հավատացյալներից մեկը տեսել է, արշակը գնում է փողոցում, մի անփարոյական կին կողքը եւ ծխախոտը բերանը։ Ասեցի ինչու ֆոտո չքաշեցիր, ասեց Տերա ջան, այդքան շշկրվել է, հավատացյալ կին է, որ ասում է այդ մոմենտին մտքի մեջ չկար դա անելու։ Այսինքն, բայց մարդը հիասթափվել է, ինձ ասում է հիմա ոնց գնամ այդ եկեղեցին։ Ինքը չէր հավատում, պատկերացեք, որ ինձ հետ հատուկ կապնվել է Facebook-ով, չէր հավատում։ Ասեց ինչ որ ասում եք ճշմարտություն է։ Ես մենակ այդ բանը տեսնալուց հետո ասի ես աչքից չհավատացի աչքերիս, երբ որ նման պատկեր տեսա։ Բայց եթե գնան գիշերային ակումբները, եթե տեսնան այդ մարդկանց այնտեղ ինչերով են զբաղվում, իրենց սիրածներն ունեն, մեր եկեղեցու թիրախը այդ երկու հոգին են, գիտեք, բոլորը կարող են գնալ վանք, եթե ցանկանում են շարունակել, պիտի ճկնեն, ապաշխարեն այնտեղ։ Բոլորին այդ կարող ենք մենք նման առիթ ընձեռնել
Որտեղ բոլորի մասին մենք տեղեկացված ենք շատ ստույգ, բայց այդ երկուսը այդ եկեղեցու գանսերն են։ Եթե չվիրահատենք, իրենք այս իշխանությունը ոչ թե մենակ 26 թվականը սարերի յետևում չէ, չեն թույլ տա որ այս իշխանությունը ժողովուրդը ընտրի։ Նրանք կգնան ընդཐུպ ռադիկալ քայլերի սպանություն կկազմակերպեն։ Այ այստեղից հայտարարում եմ, որ Գարեգինը ընդཐուպ քիլեր կբարձի եւ կսպանի իշխանությունների ամենաբարձր աստիճան ունեցողներին, ընդཐուպ վարչապետին, վարչապետի կնոջը եւ այլն։ Այս մարդը քանի սպանություններ է պատվիրել, ներկայացրել ենք պատկան մարմիններին, ինչու չեն քննում։ Որովհետեւ Արմավիրի մարզում եւ մանավանդ Բաղարշապատի քաղաքին մեջ այդ բոլոր իրավապահ մարմինները կաշառակերներ են։ Իրենք կաշառք են առել Գարեգին բեից եւ այնտեղ ուրեմն այս բոլոր դիմումները, այսպես ասած, նրանք ջրել են։ Այս սա իրականությունն է։ Շատերը վարչապետին մեղադրում են, ասում են ինչպես կարելի է եկեղեցուն, Գարեգին բեի հասցեին նման բաներ ասել, բայց չէ որ այդ խնդիրները նոր չէ որ առաջ են եկել եւ հասարակության մեծ մասը կարելի ասել գիտի եւ Գարեգինի մասին եւ շատ հոգեվորականների մասին, ինչու այդպես բուռն ընդունվեց շատերի կողմից, հիմնականում դե ընդդիմադիր մասայի։ Ընդդիմադիր ճակերտավոր եմ ես միշտ ուզում ասել, որտեղ ընդդիմությունը լինում է առողջ եւ առողջ ընդդիմություն անհրաժեշտ է պետության ցանկացած պետության մեջ։ Սրանք ընդդիմություն չեն, նրանք լափամանի համար պայքարող տականքներ են։ Սա այդպես եմ ես որակում։ Իսկ ինչ վերաբերում է ինչ են խոսում, պետականամետ չեն այդ մարդիկ։ Եթե մարդը չի հասկացել մինչև հիմա պետությունը ինչ է իրեն համար, պետությունը չեն իմանում, պետության ղադրը չեն իմանում։ Ինչի մասին խոսենք։ Հակառակ դրան իշխանամետ այս թևից մարդիկ ինչ որ խոսել են, ոչ թե խոսել են, որ Փաշինյանի ջրաղացին ջուր լսեն, նրանք ճշմարտությունն են ասել։ Եկեղեցին ունի այդ խնդիրը, ուր է Փաշինյանը, երբ որ այս մասին ձեզ հետ խոսել ենք այլ մամուլների էջերից, դուք շատ լավ հիշում եք, չէ՞։ Դուք հիշում եք, որ մենք խոսել ենք եւ Քոչարյանի եւ Սերժի ժամանակ այս մասին, որ եկեղեցին խնդիր ունի, որ եկեղեցին այսպես չի կարող շարունակել։ Փաշինյանը ընդամենը տարիներ անց, հեղափոխությունից տարիներ անց, երբ որ զգացել է, որ այսօրվա Գարեգին բեն եւ նրա մաֆիան սպառնալիք են հայոց պետականության, որովհետեւ դրանք Ռուսաստանի Դաշնության ծառայության այդ հատուկ ծառայությունների գործակալներ են հանդիսանում, զինվորականներ են հանդիսանում եւ դրանք ցանկանում են գցել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ կամ խոսք է այսօր շատ տարածված, որ Ռուսաստանը պատրաստվում է սովետական միության թիվ 2 վերականգնել։ Դրանք այդ խնդիրն են անում, ընդամենը դա։ Եվ գիտեք ինչ, ամենակարևորը ինչ եմ ուզում այստեղ ձեր հանդիսատեսին բացատրել։ Այս մարդիկ, ումը որ դուք նշեցիք, որ վայրահաչոց են բարձրացրել, նրանք նույնացնում են եկեղեցին եկեղեցականների հետ։ Նրանք լրիվ տարբեր հասկացողություններն են։ Եվ ես մի կարճ նախադասությամբ բացադրեմ այս տգետ զանգվածի համար ինչ է եկեղեցին։ Եկեղեցին առաջին հերթին դա Քրիստոսի խորհրդական մարմինն է, որի գլուխը հանդիսանում է ինքն Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ եկեղեցու մարմնի արդեն անդամները հոգևոր եւ աշխարհիկ դասերը։ Ուրեմն եկեղեցու կաթողիկոսը եկեղեցու գլուխ չէ։ Նա ընդամենը ժամանակավորապես, այն էլ մենք գիտենք պայմանները, որ ընտրությունը եղել է կեղծված, նա այնպես լեգիտիմություն ունի, ինչպես որ ունեցել է Ռոբերտ Քոչարյանը իր նախագահական այդ շրջանում եւ Սերժ Սարգսյանը, նույնքան էլ լեգիտիմը Գարեգինն է։ Նա ընտրված չի կաթողիկոս։ Նստել է այո 25 տարի ինքը դե ֆակտո կաթողիկոս է, բայց ինքը ընտրված չի եղել արդար պայմաններում։ Ես չեմ խոսում արդեն հանցագործությունների մասին, չեմ ուզում կրկնվել, եւ իրենք նույնացնում են այս սրբապիղծ անձանց, որոնք սոդոմական մեղքերով են տառապում, որոնք ոչռագործներ են։ Ուղղակի նրանք պետության կողմից պիտի դիտվեն որպես քաղաքացիներ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության եւ պիտի արդարադատության առաջ կանգնեն իբրև քաղաքացիները։ Նախ այդ զգեստը թող հանեն իրենց հակից, որովհետեւ սրբապղծել են այդ զգեստը եւ մեր ժողովուրդ այլևս չի հարգում հոգեվորականի զգեստը։ Գիտեք դրանք ինչ են արել։ Այդ կեղծ
չեպիսկոպոսական դասը գլխավորությամբ Գարեգին Բ եւ նրա մանկապիղծ եղբոր Եզրասի գլխավորությամբ նրանք պղծել են եկեղեցին եւ հեղինակազրկել են եկեղեցականի կոչումը որտեղ առաքելությունը մեր ավետարանն է քարոզել մեր սիրեցյալ ժողովրդին սա է մեր առաքելությունը չէ զբաղվել պետական հարցերով ապացուցեցի ձեզ կանոններով առաքելական իրավունք չունի հոգևորականը միջամտել պետական գործառույթներին այսօր վայրահաչում են իրենք նույնիսկ լսեցի Էդգար Հազարյանը որ մատնանշել է որ բանը ինչ մետի ուրեմն գործընթացը պետք է գլխավորի կաթողիկոսը կամ իր կողմից լիազորված եպիսկոպոսը տեսեք եւ պիտի ստանձնի ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը կաթողիկոսը դուք լսեք այդ մարդկանց ասացները սա ցնորանք է սա ուղղակի հասկանում եք սա խենթանոցում կարող ես նման բան ասել եւ խենթերը երևի դրա վրա չեն զարմանա բայց առողջ հասարակության մեջ դա հնարավոր չէ Շնորհակալություն ես էլ հայտնում եմ շնորհակալություն եւ հուսով եմ որ ուրեմն իշխանությունները ամեն միջոց կձեռնարկեն որպեսզի մեզ ազատագրեն եւ մեր եկեղեցին եւ մեր ժողովրդին այս փորձանքից Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին